Վերջին օրվա ընթացքում Հորմուզի նեղուցի հետ կապված հակասական հայտարարություններ են հնչել Միացյալ Նահանգներից և Իրանից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց կլինի հրադադարի մնացած ժամանակահատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել էր այս հայտարարությունը, հավելելով. իրանական նավահանգիստների լիակատար շրջափակումը կշարունակվի մինչև պատերազմի ավարտի շուրջ գործարք չկնքվի։ Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանն ԱՄՆ-ի օգնությամբ հեռացնում է ծովային բոլոր ականները։ Նա հավելել էր, ԱՄՆ-ն կստանա Իրանի հարստացված ուրանը և դրա դիմաց որևէ գումար չի վճարի։ Իրանի խորհրդարանի խոսնակն արձագանքել էր, ԱՄՆ նախագահը 1 ժամում 7 պնդում է արել, որոնք բոլորը կեղծ են։ Նա հավաստիացրել էր, որ Հորմուզի նեղուցը բաց չի մնա, եթե ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվի։ Այնուհետև Իրանը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կրկին վերադարձել է երկրի զինված ուժերի խիստ հսկողության տակ։ Ըստ կենտրոնական շտաբի ներկայացուցչի, Իրանը համաձայնել էր մի շարք նավերի թույլ տալ անցնել նեղուցով, սակայն ԱՄՆ-ն շարունակում է իր շրջափակումը։ Մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի Իրանից դուրս եկող և երկիր ուղևորվող նավերի նկատմամբ սահմանափակումները, իրավիճակը չի փոխվի, հայտնել էր խոսնակը։ Այս հայտարարությունից հետո Հորմուզի նեղուցով անցնող նավերը շրջվել են և վերադարձել Ելման նավահանգիստներ։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան էլ ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսից հետո հայտարարել են, որ կառաջնորդեն միջազգային առաքելություն ուղղված նեղուցով նավագնացության ազատության ապահովմանը, հենց պայմանները դա թույլ տան։ Իրանից նաև արձագանքել են հարստացված ուրանի դուրսբերման մասին Թրամփի հայտարարություններին։ Ըստ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի, նման հարց չի բարձրացվել, հարստացված ուրանը ոչ մի դեպքում չի տեղափոխվի այլ վայր։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Իսլամաբադում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ, որը կարող է անցկացվել առաջիկա 2 օրերին։ Թրամփը հայտարարել է, որ եթե մինչև ապրիլի 22-ը Իրանի հետ երկարաժամկետ համաձայնություն ձեռք չբերվի, ապա հրադադարը կարող է ավարտվել և ռմբակոծությունները կվերսկսվեն։ Լիբանանի հարավից տեղահանված հազարավոր բնակիչներ սկսել են վերադառնալ իրենց տներ Իսրայելի հետ հաստատված 10-օրյա հրադադարի ֆոնին։ Ինչպես Լիբանանի, այնպես էլ Իսրայելի զինված ուժերը նրանց զգուշացրել են առայժմ չվերադառնալ, քանի որ իսրայելական զորքերը դեռ հետ չեն քաշվել Լիբանանի հարավից։ Իսրայելի վարչապետն իր հերթին հայտարարել է, դեպի խաղաղություն տանող ճանապարհը երկար է։ Իսրայելի նպատակն է մնում Հեզբոլահի կազմալուծումը, ինչը կայուն ջանքեր է պահանջում։ Նախագահ Ժոզեֆ Աունն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանն առաջիկա փուլում նպատակ ունի հասնել հարձակումների դադարեցման, երկրի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերման և տեղահանվածների անվտանգ վերադարձի։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ արգելել է Իսրայելին ռմբակոծել Լիբանանը։ Նրա խոսքով ԱՄՆ-ն առանձին աշխատանք կտանի այս խնդրի լուծման ուղղությամբ։ Վաշինգտոնը երկարաձգել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթի գնման լիցենզիան։ Սա երկրներին թույլ կտա ևս 1 ամիս մինչև մայիսի 16-ը գնել նավերի վրա բեռնված ռուսական հում նավթը և նավթամթերքը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, նպատակն է նավթը հասանելի դարձնել, մինչ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ լիցենզիան չի երկարաձգվի։ Մարտին նախագահ Թրամփը վերացրել էր ռուսական նավթի արտահանման սահմանափակումները, քանի որ վառելիքի համաշխարհային գները կտրուկ աճել էին Իրանի դեմ պատերազմի և Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Այս լիցենզիան չի տարածվում Իրանի, Կուբայի և Հյուսիսային Կորեայի հետ կապված գործարքների վրա։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Անկարան ողջունել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ռեջեփ Էրդողանն Իլհամ Ալիևին հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել այդ գործընթացին։ Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանի խոսքով Թուրքիան և Ադրբեջանը որպես տարածաշրջանային երկրներ զգում են Իրանում պատերազմի բացասական հետևանքները։ Նա նաև հայտնել է, որ երկու երկրները վճռական են խորացնելու գործակցությունն առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Անտալիայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպել են նաև Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեն և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները և միջազգային օրակարգի հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի ջանքերը Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ առևտրի ծավալների մեծացման և բազմաթիվ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը շարունակվում են։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Բաքու-Թբիլիսի կարս երկաթգծի լիարժեք գործարկումը կնպաստի միջին միջանցքի արդյունավետությանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չի կարծում, թե ԱՄՆ-ն դուրս կգա դաշինքից։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի կազմում ավելի ուժեղ Եվրոպայի անհրաժեշտությունը։ Նախագահ Թրամփն ակնհայտորեն հիասթափված է դաշինքի որոշ անդամներից եւ ես հասկանում եմ նրա հիասթափությունը, ասել է Ռյուտեն։ Նա նաեւ նշել է, որ Եվրոպայում անվտանգության հիմնական երաշխիքը ԱՄՆ-ի միջուկային հովանոցն է։ Նրա խոսքով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցը նույնպես զսպող դեր է կատարում եւ մեծ նպաստ ունի դաշինքի ընդհանուր անվտանգության հարցում։ Իր հերթին ԱՄՆ նախագահը քննադատել է ՆԱՏՕ-ն եւ հիշեցրել դաշինքն ԱՄՆ-ի կողքին չի կանգնել Իրանի դեմ պատերազմի ընթացքում։ Դոնալդ Թրամփի խոսքով դա ցույց է տալիս, որ հարկավոր է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, ոչ թե այլ երկրների։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։